Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական հաղորդումն է Գյումրիից, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն այս դեպքում գյումրեցիներին, որովհետեւ թեման արտահերթ ընտրություններն են ավականու եւ այսօր մեր զրուցակիցն է մեր քաղաքակուսակցությունների դաշինքի ավականու եւ նաեւ Գյումրիի քաղաքապետի տեխնացու Մարտին Գրիգորյանը, բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, որպես արդեն ավանդական նախընտրական շրջանում հարցով սկսեմ, դուք ընտրություններին մասնակցում եք որպեսզի հաղթեք, ձևավորեք քաղաքային իշխանություն, դուք դառնաք քաղաքապետ եւ փորձեք կամ գոնե լուծել Գյումրիի խնդիրները, թե դուք դառնում եք ավականու անդամ կամ փորձում եք ստանալ այնքան ձայներ, որ քաղաքացիական պայմանագիրը, այս դեպքում գործող իշխանությունը չկարողանա ստանալ ձայների մեծամասնություն։ Դե պատասխանը միանշանակ է, մասնակցում եմ հաղթելու, մասնակցում եմ քաղաքապետ դառնալու, մասնակցում եմ նրա համար, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում մեծամասնություն չլինի, իշխանություն չունենա։ Իսկ ամենը մեկում է դառնում։ Այո, նաև այստեղ հասկանալի է, որ ես որպես ազգային ժողովի պատգամավոր այնպես չի, որ մտածում եմ մասնակցեմ, որ ավական դառնամ։ Այդ հասկանալի է։ Նպատակը իրականում մեկն է։ Քաղաքը հոգսաշատ քաղաք է, քաղաքի խնդիրները ինձնից լավ, ինձնից շատ, չգիտեմ, ով գիտի, ով կպատկերացնի այդ ամեն ինչը, 18 տարի ես ամեն ինչի մեջ եմ։ Եվ որպես պատգամավոր այսքան տարիներ զբաղվել եմ քաղաքի հետ կապված բոլոր խնդիրներով, հնարավորության սահմաններում բարձրաձայնել եմ բոլոր խնդիրները։ Փողոցաշինությունից մինչև կդուրներ, մինչև բալկոններ, մինչև կամարաձև անցումներ, բոլոր հարցերը չի եղել նմանատիպ հարցեր, տնագներ, որ այդ հարցերով ես զբաղված չլինեմ։ Դուք խորհրդարանում եք այն ժամանակներից սկսած, երբ մարդիկ ազգային ժողովի պատգամավոր էին դառնում ասֆալտի խոստումներով։ Այդպես է թե չէ։ 2007 Ես չեմ ասում դուք եք եղել այդ մարդը, բայց այսպես ընդունված էր Հայաստանում, այ ընտրեք ինձ ազգային ժողովի պատգամավոր, ես այս ասֆալտի հարցը կլուծեմ։ Ինչի՞ եմ ես այդ հարցը այդպես ձևակերպում։ Արդյոք հիմա ազգային ժողովի մանդատը բավարար չէ, օրինակ նպաստելու համար նույն Գյումրիի խնդիրները լուծելու։ Ուրեմն անցած ազգային ժողովներն ու այս ազգային ժողովը բնականաբար շատ տարբեր են։ Օրինակ, նախկինում աշխատել եմ 11 տարի, եղել եմ ազգային ժողովի պատգամավոր, այն ժամանակ ունեինք երկիր, ունեինք Արցախ, ունեինք անսասան սահմաններ եւ մենք որպես պատգամավորներ հիմնականում զբաղված էինք, կարելի ասել, ավելի շատ լոկալ խնդիրներով։ Գլոբալ խնդիրների հետ կապված խնդրեմ չունեինք, երբևիցե չի եղել 11 տարվա մեջ, որ ես մի օր ունենամ մտավախություն, որ կարող է պատահի Արցախը չունենանք։ Կարող է պատահի մենք չունենանք ջերմուկը, տավուշը եւ ինչու՞ չէ նաեւ այսօր նույն վտանգներից մեկն էլ չունենանք Գյումրին։ Մենք ունեցել ենք խնդիրներ, մեր քաղաքը ունեցել է խնդիրներ, ես որպես ազգային ժողովի պատգամավոր մշտապես զբաղված եմ եղել այս լոկալ խնդիրներով ու միշտ փորձել եմ լուծումներ բերել։ Երբևիցե ոչ մի ընտրությունների ժամանակ խոստումներ չեմ տվել, մաքսիմալ աշխատել եմ խոստումներ չտալ եւ իմ աշխատանքային փորձով, նաև ինձ գյումրեցիները ճանաչելով վստահել են մեծ հաշվով քիչ խոստումներ, շատ աշխատանք։ Այդ սկզբունքով եմ աշխատել։ Բայց այսօր որպես քաղաքապետի տեխնացու բնականաբար որոշակի խոստումներ պարտավոր է տալու, բայց ելի այդ նույն խոստումների մեջ աշխատել եմ հնարավորինս չափավոր լինել ու հնարավորության սահմանում, քանի որ այսօր նույն քաղաքի կտրվածքով էլ որ վերցնում ես, քաղաքը այնքան խնդիրներ ունի, այնքան շատ խնդիրներ ունի, որ այդ յուրաքանչյուր խնդիրը մանր խնդիր չէ, որ միանգամից դու կարողանաս որպես տեխնացու այդ բոլոր խնդիրներին վերջնական լուծումներ տաս ու
հաշվարկային լուծումներ տաս, չէ՞ որ այստեղ խնդիրները, բայց տարիների, տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրներ են, այնպես չի որ այսօր առաջացան կամ երեք են առաջացել։ 88-ից այս կողմ այդ խնդիրները կային, այդ խնդիրները լուծումներ չէին ստանում, ամեն մեկը նոր խնդիրեր առաջացնում եւ ձնագնդի էֆեկտով այդ խնդիրները մեծանում, ավելանում ու բազմապատկվում էին, երկրաչափական պրոգրեսը։ Չեղավ մի պահ հարմար, երբ օրինակ դուք որպես այն ժամանակ ազգային ժողովի падգամավոր, որը ձեր ասելով լոկալ խնդիրներով զբաղվելու հնարավորություններ, որ ասեր եղբայր, հələ մի րոպե կանգնեք, եկեք այս խնդիրները լուծենք, որ կարողանանք գնալ առաջ։ Չեղավ այդ հնարավորությունը, թե չտվեցին այդ հնարավորությունը, եւ ես անձամբ օգտվել եմ այդ հնարավորությունից եւ թե բնակարանաշինության հետ կապված, թե նույն ԲԳՎ-ների հետ կապված բնակարանների կանոնման վկայականները ունեցել են հնարավորություն։ Եղել է ԲԳՎ-ների ծրագիրը, պայքարել են, կռիվ ենք տվել, ես անձամբ որպես պատգամավոր, որ ինքը այն լավագույն գաղափարներից մեկը չի եղել այդ ժամանակավոր լուծում է այս ամեն ինչը։ Մեկին տուն ես տալիս, մեկին տնից զրգում ես, մեկը ծախելու է, որ մյուսը կնի։ Դրանից հետո մեծ պայքար է եղել, բոլորս պայքարել ենք, ամենքս մեր հերթին, արդյունքում բնակարանաշինությունը սկսվեց Գյումրիում, բնակ ֆոնդը մեծացվեց։ Նմանատիպ տարբեր բաների միջով անցել ենք, բայց որ ասես մի անգամից ձեր ասածի պես հնարավոր էր բոլոր խնդիրներին լուծում տալ եւ առավել եւս ես որպես պատգամավոր մենակով կարող էի բոլոր խնդիրների լուծումներն ու պահանջներ ներկայացրել եմ, բայց լուծումները ունեցել ենք եւ ձեռքբերումներ, ունեցել ենք եւ չստացված խնդիրների լուծումներ, այսինքն որ բարձրաձայնել ես, չես կարողացել բերել, որովհետեւ շատ խնդիրներ իրավիճակային են եղել, այսինքն քաղաքի խնդիրները Գյումրիում կան մեծ է, որ նույնիսկ ել չեմ ասում տեղական բյուջեի մասին, պետական բյուջեով մեծ հաշվով հնարավորությունները շատ քիչ է, որ այդ ծրագրերը կարողանաս միանգամից իրականացնես։ Ինչքան հնարավորություն ունեցել ենք, արել ենք, բայց թե այն ժամանակ, թե հիմա էլի այդ խնդիրները կան ու շարունակվելու են, եթե բոլորս միասին չկենտրոնանանք Գյումրի քաղաքի վրա, մեր քաղաքի վրա եւ չփորձենք ամեն մեկս մեր հնարավորության սահմաններից դուրս այս քաղաքի համար ինչ-որ բան անենք։ Խնդիրներից ենթադրում եմ, որ լրջագույն խնդիրներից մեկը դա եղել եւ մնում է հենց բնակարանաշինության հարցը, ընդ որում այն տրամաբանությամբ, որ մինչև այսօր կան 2800 շուրջ մարդիկ, որոնք ապրում են մարդկանց համար ոչ վայել պայմաններում, այսպես կոչված դոմիկներում, որոնք վաղուց իրենց դարը ապրել են, այնտեղ ընտանիքի ընտանիներ էլ երևի երբեմն չի կարելի պահել, շարունակում են մնալ վթարային շենքերը, որոնք վտանգավոր են կյանքի համար, 80-ից 90 վթարային շենք կա, որոնց մի մասը 4-րդ կարգի վթարայնություն ունեն, որոնցից 3-ում դեռևս շարունակում են մարդիկ ապրել, այսինքն նույնիսկ թեթև անհաջող ցնցում լինի, այդտեղ մենք խնդիրներ ենք ունենալու, շատ լուրջ մարդկային կյանքերի մասին է խոսքը։ Հիմա չեմ ասում դուք ինչ խոստում եք տալիս այդ իմաստով, դուք ինչպես եք պատկերացնում այդ խնդրի լուծումը։ Խնդրի լուծումը որպես քաղաքապետ բնականաբար պիտի փորձես աշխատել կառավարության հետ, պիտի փորձես ներկայացնել այդ խնդիրները, այս խնդիրները էլի եմ ասում, արդեն 36 տարի այդ խնդիրները կա եւ մենք ինչ ենք անում 36 տարի գյումրեցիներս պահանջում ենք եւ պահանջ ենք ներկայացնում, հասկանալի է, որ որպես քաղաքապետ քո բյուջեի սահմաններում չէ, հասկանալի է ինչ որ վարկային ծրագրեր, այդ սոցիալական բնակարանների գտնել այդ մարտիկ կազմակերպություններ, դրամահավաքներ, այդ տարբերակով փորձել սոցիալական բնակարաններ կառուցել Գյումրի քաղաքում, որը լավ գաղափար է, այդ սոցիալական բնակարաններով հնարավորություն կա այսպես շարունակական այդ բնակարանը պետական բյուջեին պետական բյուջեի միջոցներով պետությունը պարտավոր է բաղով անելու առաջնահերթ պետությունն է պարտավոր ու պետությունը երբևիցե ոչ մեկը թող չփորձի այդ որպես լավություն ներկայացնի գյումրեցիներին, որ Ռոբերտ Քոչյանի օրոքել է արվել շինարարություն, Սերժ Սարգսյանի օրոքել է արվել, այս ընթացքում արվել է, բայց անհամեմատելի քիչ
նախորդ ղեկավարներին անհամեմատելի քիչ, բայց ամեն դեպքում 3 իշխանությունների օրոքել ես մնում եմ նույն կարծիքին, ոչ մեկը չփորձի որպես լավություն սա գյումրեցիներին վրա թանկով ծախել, որովհետև գյումրեցիները 36 տարի այս կարգավիճակում են, որը որ չպիտի լիներ այսպես։ Բոլորը մտածելու բան ունեն, բոլորը բացթողում ունեն, անկախ իրենց արածի չափից, եւ մենք չպիտի դատարենք պահանջել։ Այստեղ որ վերցնես մենք նոր հեծանիվ ենք հորինելու, ոչ։ Իհարկե պետք է օգտագործենք մեր կաբերը սպյուրքի հետ, փորձել տարբեր խողովակներով գումարներ բերել եւ թեկուզ սոցիալական շենք, բնակարաններ կառուցել, այսինքն ոչ պետական, բնականաբար այդտեղ ենք փորձելու այդ տարբերակներով գումարներ բերել, բայց առյուծի բաժինը պատասխանատվությունը կառավարությունների վրա է։ Իրանք պիտի մտածեն։ Տեսեք, ասենք անցած տասնամյակների ընթացքում ես հիմա չեմ ուզում խոսեմ հիմա ինչ է կատարվում, անցած տասնամյակների ընթացքում այդ մասին դուք խոսեք, Հայաստան համահայկական հիմնադրամը, տարբեր բարեգործական կազմակերպություններ, միջազգային հսկայական միջոցներ են ծախսել բնակարանաշինության վրա, հետո պարզվում է, որ չգիտեմ, շենքերից հարկեր են պակասում, հետո պարզվում է, որ ինչ որ մարդիկ այդ բնակարանները վաճառում էին, էլի վերադառնում էին իրենց տնակները, այնտեղ էլի էին սկսում պահանջել, որ իրենց բնակարանով ապահովել, այսպես կախարդական շղթա էր ստացվել ու այդ ամենը տևեց այնքան, մինչև այդ ծրագրերը ուղղակի ասում մենք ձեր հետ գործ չունենք։ Չենք ուզում մենք ձեր հետ գործ ունենալ, եղբայր արդյունավետ չի, կոնկրետ Գյումրիում արդյունավետ չի, Սպիտակում արդյունավետ, չգիտեմ, Վանաձորում արդյունավետ, Գյումրիում չէ, ինչու։ Ճիշտ ասած, այդպես չեմ ուզում Ես մի քիչ խտացնում եմ գույները։ Չեմ ուզում անձնական դաշտ մտնեմ, որովհետև եթե անձնական դաշտ մտնեմ, այստեղ ստիպված կլինեմ խոսելու ենթադրենք տեխնազուներից մեկի մասին, ով որ այդ ժամանակաշրջանում եղել է գործող քաղաքապետ, այդ ժամանակներում եղել է քաղաքապետ, որովհետեւ չլինի թե ես այստեղ նստել եմ քննադատում եմ իր ժամանակները, որ եթե կա նման դեպք, եթե եղել է նման դեպքեր, իսկ մեծ հաշվով շատ բաներ չեմ ժխտում, կա նաև որոշակի, այսպես որ իրավիճակային փորձում են օգտագործել այս նախընտրական շրջանում, եթե եղել է նման բաներ, իհարկե, թե այն ժամանակ եմ դատապարտել, քննադատել, թե այսօր հստակ այդ մասին ասում եմ, իհարկե, շատ դեպքեր եղել են։ Մարդկանց տրվել է բնակարաններ, հետո պարզվել է այդ մարդը նորից այդ ցուցակների մեջ է հայտնվել։ Իհարկե, այդ տարբերակներով այս խնդիրը մեզ համար դառավ մշտական, շարունակական խնդիր։ Արվում է եւ չի վերջանում այդ ամեն ինչը։ Այդ ժամանակվա իշխանությունների խնդիրն է եղել ու այսօր որ վերցնես դրա պատճառով է որ մարդիկ ցանկություն չունեն այստեղ շինարարություն անելու, չէ։ Այդպես չէ։ Պիտի ցանկություն լինի, պիտի պետությունը կոնկրետ ցանկություն ունենա ու տնի այդ գումարները։ Այն ժամանակ իշքան էլ որ ասում ենք հարգը պակասեց, մյուսը պակասեց, հազարավոր բնակարաններ կառուցվել է։ Այսօր էլ ժողովուրդը հեղափոխությունն արեց, ժողովուրդը իշխանափոխությունն արեց, որ այդ կասկածը չլիներ հարգերը պակասելու ու այդ շենքերը կառուցվեին համապատասխան հարգերով։ Բայց հիմա պատճառը ո՞րն է, որ այդ մեծ շինարարությունը, այդ մեծ ծավալի շինարարությունը, հա, շենքեր որոշակի կառուցվեց, բայց այդ մեծ ծավալի, օրինակ, նախորդ իշխանությունների ժամանակ վերջի տասնամյակում 3500-ից ավել բնակարան կառուցվեց։ 7 տարի անցել է, 7 տարվա մեջ դրա կեսը կառուցվեց։ Ժողովուրդը ընտրել էր, որպեսզի այդ հարգերը չպակասեր։ Հիմա այդ հարգերը չպակասեց, բայց շենքերն չկառուցվեց։ Ինչու համար չկառուցվեց այդ ամեն ինչը։ Տեսեք, դուք ասացիք, որ մասնավորապես հենց այս խնդիրը, որի մասին հիմա մենք խոսում ենք, դա լուծելու համար պետք է գործակցել կառավարության հետ։ Դուք արմատական ընդդիմության ներկայացուցիչ եք։ Ճիշտ է։ Եվ մեր հասարակության հանրության մեջ այդ լավ չեմ պատկերացնում, թե եթե համայնքի ղեկավարը, մասնավորապես Գյումրիի քաղաքապետը արմատական ընդդիմության ներկայացուցիչ է, ինչպես պիտի աշխատի գործող իշխանության հետ, երբ իրենք իրենց տեսակետներում հակոտնյա են։
Ես այդ մասով խնդիր չեմ տեսնում։ Ես իմ փորձով եմ առաջնորդվում։ Եթե որոշակի մարդիկ թեորիապես են այս ամեն ինչին մոտենում, ես իմ պրակտիկայից ելնելով եմ խոսում։ 11 տարի նախկին իշխանությունների օրոք ես եղել եմ պատգամավոր, որից 10 ու մի փոքր ավել տարիների ընթացքում ես եղել եմ ընդդիմադիր պատգամավոր։ Ու որպես ընդդիմադիր պատգամավոր կարողացել եմ ճիշտ աշխատանքներ կազմակերպել եւ կարողացել եմ որոշակի հարցեր Գյումրի քաղաքի համար լուծել։ Այսինքն իմ ընդդիմադիր լինելը չի կարող խանգարող հանգամանք լինել, որ ես եթե ունեմ միտեղ մարդկանց հետ խոսելու, բանակցելու, բացատրելու, համոզելու, պահանջելու, ես չեմ գնալու այդ ճանապարհով։ Այսինքն առաջնային շատ դա քաղաքն է ու մարդը։ Միանշանակ, որպես պատգամավոր այլ է իրավիճակը, որպես գործող քաղաքապետ հասկանալի է, որ այլ է։ Եվ դու որպես գործող քաղաքապետ բնականաբար պարտավոր ես աշխատելու կենտրոնական իշխանության հետ։ Աշխատելու պարագայում առաջնահերթությունը ինձ համար լինելու է քաղաքը ու քաղաքի շահը, ոչ թե քաղաքական խաղերը, այլ կոնկրետ քաղաքի, քանի որ ես այսօր դուրս եմ եկել եւ իմ համակարգացիներին խնդրում եմ, չէ, նաեւ ներկայանում ես, թե ինչ կարող ես անել իրենց համար։ Բնականաբար այդ մարդիկ եթե գալիս են քեզ ցայն են տալիս, ու այսօրվա դրությամբ տեսնում եմ, որ շատ մեծ աջակցություն կա դեպի ինձ գյումրեցիներից։ Ես կրում եմ այդ պատասխանատվությունը։ Ես չեմ կարող այնպես բան անել, որ վաղը մյուս օր իմ համակարգացիները ոտքի ելնեն, կանգնեն իմ կողքը եւ մարդիկ դրանով պայմանավորված տուժեն։ Ես գիտակցում եմ, ես բավականին ասեցի երկար ճանապարհ եմ անցել եւ ես հասկանում եմ, որ ինձ համար առաջնայինը իմ քաղաքի հարցերն են։ Համապետական խնդիրները, որպես ազգային ժողովի պատգամավոր, ես մշտապես եղել եմ այդ համապետական պրոցեսների ժամանակ, ձեր ասած, որպես արմատական ընդդիմություն, որպես ընդդիմություն, մշտապես եղել եմ իշա երկրի քաղաքի, իսկ որպես քաղաքապետ, որը ունի հստակ պարտականություններ ու պարտավորված է իր ժողովրդի առջև, այնպես աշխատել, որ խնդիր չստեղծի իր համար, ես ամենայն լրջությամբ ու ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում այդ ամեն ինչին ու համոզված եմ, որ կարողանալու եմ այնպես աշխատել, որ այդ մտավախությունը նաև հասկանում եմ նախկինի փորձը Բալասանյան դաշինքի հետ կապված, որ չստացվեց արդյունքում խնդիր ունեցավ գյումրեցին ու խնդիր ունեցավ Գյումրին։ Բալասանյան դաշինքի օրոք հնարավոր չէր այդ գումարները տրամադրվել, որ այսօր տարածքային կառավարման նախարարը գալիս է Գյումրի ու ներկայացնում է, որ իշխանության տեխնազուի միջնորդությամբ մի ամբողջ թաղամասի ու կենտրոնական փողոցի պոլիգոններ այդ փողոցի ասֆալտապատման համար միլիարդ 200 թե քանի 100 միլիոն տրամադրելու են, քանի որ դիմել է իշխանության տեխնազուն։ Բա չեղավ, որ գյումրեցիներին դրանով ժամանակին խնդիր էին ստեղծում, որ այսօր իրանց տեխնազուի միջոցով այդ խնդիրը լուծեն։ Բայց ես այդտեղ էլ եմ ասում, այդ խնդիրը չեմ տեսնում, ես վստահ եմ ին վրա։ Վստահ եմ, որ կարողանալու եմ այնպես անել, որ այդ խնդիրներին լուծումներ բերել։ Ու այդ լուծումները բերելու եմ ոչ միայն ես իմ թիմով, նաև համոզված եղեք, որ գյումրեցիների պահանջը այդ ժամանակ այնպես լռելով չի լինելու, էլի իրենք էլ են պահանջելու։ Լավ։ Խնդիրներից մեկը տրանսպորտն է, ինչպես բոլոր մեծ ու միջին քաղաքները առնվազն գոնե Հայաստանի, Գյումրին նույնպես ունի տրանսպորտի խնդիր, որում չկա գոնե իմ իմանալով, չկա ինչ-որ ծրագիր այդ խնդիրը լուծելու, այսպես որ թղթի վրա գրված է, որ կարելի է կարդալ եւ ասել ISS ձևով, ասենք ինչպես փորձեցին անել կամ արեցին գնահատականների խնդիրը Երևանում։ Այդ խնդիրը լուծելու եղանակը դուք գիտեք։ Ուրեմն այդ խնդրի լուծելու եղանակը էլի նույնը պիտի ասեմ։ Պետք չի
նոր հեծանիվներ հորինել։ Ամբողջ աշխարհով մեկ կա տարբեր օրինակներ ու փորձեր։ Այստեղ ընդամենը պետք է կոնկրետ կենտրոնանալ խնդրի վրա ու փորձել այդ նույն փորձը օգտագործելով ես տրանսպորտի հետ կոնե լավ պատկերացում ունեմ տրանսպորտը ինչ բան է ու տրանսպորտը ինչպես պիտի աշխատի։ Մեքենաների հետ կապված բնականաբար այսօր որոշակի շարժակազմը թարմացել է։ Էլի պիտի շարունակենք այդ մեքենաների խմբականակը ավելացնել։ Կներեք, այդ մեծ փոքր ճշտով ես չեմ ընդհատում, ուղղակի ուզում եմ հասկանալ ձեր պատկերացումը։ Դա պիտի լինի համայնքային տրանսպորտ բացառապես, թե այնուհանդերձ պետք է լինեն նաև մասնավոր երթուղիներ։ Ես պատկերացնում եմ, որ պիտի լինի համայնքային։ Ճիշտը համայնքայինն է, համայնքը պիտի վերցնի իր վրա պատասխանատվությունը եւ համայնքն էլ պիտի փորձի հոգալ այդ խնդիրները։ Երբ որ մասնավորին ես տալիս ու ամբողջությամբ թողնում ես մասնավորի վրա, բնականաբար այդտեղ պետությունը պիտի կարողանա մասնավորին օգնել, ընտառաջել։ Որովհետեւ այսօր մեր քաղաքը խնդիր ունի տրանսպորտի ժամերի հետ կապված։ Այդ խնդիրը լուծվելու է, թե չի լուծվելու։ Այսինքն այդ պարաբուժտային ժամերը, որ այդ չվերթները պիտի կատարի տվյալ երթուղին, բայց օրինակի համար մինչև 8-ն է աշխատում, թե քանիսը, գոնե տուրիստական քաղաքի մասին է խոսքը, գոնե մինչև 10-ը, պիտի հասցնենք այդ ժամը աշխատանքային, հետո մինչև 12-ը, այդ ժամերը այն ժամերն են, որ յուրաքանչյուր մասնավորից չի տալու, որովհետեւ այդքան ժամանակ սպասարկիս քաղաքապետարանը, եթե չունի այդ շահութաբերությունը երթուղին, այս պարագայում համայնքը պետք է այդ մասին մտածի, համայնքը պետք է իր բյուջեից այդ գումարները դնի, որովհետեւ կառավարությունը մասնակցություն ունենա, որովհետեւ տեսեք Երևանի ծավալը համեմատելի չի այդ իմաստով, որոնք Գյումրիին, ես ինչքան հասկանում եմ, մեծ ավտոբուսներ պետք չեն։ Այնպես չի, որ մեծ ավտոբուսներ, մաներ պետք չեն։ Հա, այն ամբողջական մեծերը չէ, բայց նաև գազելների մագարտակի պիտի չլինի։ Մինչև 18 տեղանոցներ չպիտի լինի, ավելի մեծ է պետք ու այստեղ նայեք, մենք Ես ինչի Երևանի օրինակը բերեցի, որովհետև Երևանի դեպքում այնտեղ մի մեծ խմբականակի 50%-ը մոտավորապես սուբսիդավորել էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մյուս 50%-ը միջազգային բանկերից մեկից ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ էր վերցրել քաղաքը։ Հիմա այդ ֆինանսավորման հարցը ինչպես ըստ ձեզ պիտի կարգավորվի, էլի սուբսիդիայի միջոցով, թե քաղաքը ի վիճակի է վարկ։ Իհարկե, քաղաքը ի վիճակի չի, քաղաքը վարկ վերցնելու մասին այս բանին ես հստակ չեմ կարող ասել, որովհետև դու պիտի գործող լինես, որ բյուջեն գիտենաս, բյուջեի ամբողջական հոդվածներով տեսնես, որ դերից ինչ $1 կարգի բյուջե։ Դե հասկանալի է, իսկ Երևանի համար պետությունը տալու է Գյումրու համար ինչի պիտի չտա։ Այստեղ Գյումրին կա այդպիսի քաղաք, որը կասի, այ ինչի պիտի Երևանին տա, Գյումրիին չտա, ասենք Կապանին չպիտի տա։ Ես գիտեմ, Կապանը ամենայն հարգանքով Կապանի ու կապանցիների նկատմամբ, նույնը վանաձորցիների, Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է։ Եվ Գյումրին որպես տուրիզմի մայրաքաղաք են հռչակում, այսօր համար մեկ շեշտը պիտի տրվի Գյումրու վրա։ Ես ոչ միայն նրա համար, որ գյումրեցի եմ եւ որպես ապագա քաղաքապետ այս գլխուց ուզում եմ, որ ամեն ինչ Գյումրուն, չէ, ես նաև որպես գյումրեցի եւ Գյումրու պատգամավոր միշտ էլ ցկտել եմ, որ հնարավորինս Գյումրուն շատ լինի, բայց այստեղ մենք պիտի պետությունը օգնի, որ Գյումրին ոտքի կանգնի ու որպես տուրիզմի մայրաքաղաք, որպես տուրիզմի կենտրոն Գյումրի քաղաքը, տրանսպորտը, կանգառները, այդ նույն խելացի կանգառների տարբերակը անհրաժեշտություն է, ավտոկայարանը անհրաժեշտություն է։ Բաներ կան, որ համայնքապատկան չէ կամ համայնքի հնարավորության սահմաններում չէ, բայց պարտադիր պիտի արվի, որպես քաղաքապետ աշխատելու եմ, համագործակցելու եմ պատգամավորների հետ եւ Գյումրու խնդիրները ես փորձ ունեմ, ես գիտեմ ոնց եմ աշխատելու, իսկ պատգամավորները ցավոք սրտի նախկինում
այդ կանել պատգամավորների դերն ու նշանակությունը քաղաքապետերի կողմից չի ընկալվել կամ չեն ուզեցել օգտագործել, բայց ես որպես երկար տարվա պատգամավոր լավ հասկանում եմ ազգային ժողովը ու ազգային ժողովի պատգամավորները ինչ մեծ ազդեցություն կարող են ունենալ Գյումրու զարգացման հարցում։ Եվ այստեղ առանց բացառության ընդդիմադիր թե իշխանամետ բոլոր պատգամավորների հետ աշխատելու եմ ու փորձելու ենք Գյումրու խնդիրները ճիշտ լոբինգ անենք։ Ես իմ տեղը, մարզային իշխանությունները իրենց տեղում, պատգամավորներն էլ իրենց տեղում, որպեսզի կարողանանք այդ խնդիրներին լուծում տալ։ Մեկ անձով հնարավոր չէ։ Դուք մի քանի անգամ ընդգծեցիք, որ Գյումրին ի թիվս այլոց տուրիստական քաղաք է, բայց Գյումրիում կա մի խնդիր, որը այնքան էլ հարիր չի տուրիստական քաղաքի, դա Գյումրիի անհամաչափ զարգացումն է։ Քիչ թե շատ բարեկարգ կամ բարեկարգվող նաև ընթացիկ կենտրոն եւ ինչքան հեռանում ես կենտրոնից, այնքան պատկերը դառնում է ճնշող, այսպես ասեմ։ Բալանսի բերելու ինչ մեխանիզմ գիտեք։ Բալանսի բերելու համար էլի նույն խնդիրն է, փողն է եւ բնականաբար ծրագրերը։ Մենք պիտի ավելի գրավիչ դարձնենք եւ ներկայանալի դարձնենք մեր երկու խոշոր թաղերը։ 50 թաղամասը, անի թաղամասը եւ մուշ թաղամասը։ Երկու թաղամասն էլ ունեն պոտենցիալ զարգացնելու, այնպես անենք, որ կարողանանք լոկացիաները, տուրիստական լոկացիաներ տվյալ հատվածներում որպես նոր թաղամասեր ի տարբերություն մեր Գումարի արկելոցային միջուկին, տեսեք 16 թվից սկիզբը տրվավ Գումարի արկելոցային միջուկում, մինչև այսօր մենք մնացել ենք այդ միջուկի մեջը։ 2 տարվա ընթացքում 2 փողոցով լուրջ զարգ տրվեց Գյումրու туриզմին եւ մինչ օրս արդեն 7 տարի անցել է, այդ 2 տարուց բացի 7 տարի անցել է, մենք հələ միջուկի մեջ ենք։ Իսկ այդ 2 թաղամասերում եթե մենք կարողանանք հետաքրքրություն ստեղծել ու տուրիստներին տանել դեպի այդ 2 թաղամասնել, այստեղ շահելու է քաղաքը այն առումով, որ տուրիստը այսօր գալիս է այդ միջուկի շրջանակներում մի 5-6 ժամ հերիք է, որ ինքը ամբողջ այդ միջուկը շրջի, տեսնի, ճանաչի Գյումրին եւ վերջ, ինքը էլ մնալու բան չունի։ Կենտրոնական հատվածում սպասարկվող օբյեկտներից կաֆեներ, ռեստորաններ օգտվեցին եւ վերջ գնացին Երևան։ Հյուրատները խնդիր ունեն, քաղաքի կենտրոնական հատվածից մի փոքր հեռու ռեստորանները, կաֆեները, մնացած սպասարկման խանութները, մյուս այդ ոլորտի հիմնարկությունները բոլորը խնդիր ունեն, իսկ մեզ պետք է նոր լոկացիաներ, հետաքրքիր մոդեցումներ, որպես հին քաղաք, որպես տուրիստական քաղաք, այնպես անենք, որ իրականում ունենք շանս, որպես քաղաք ապրելու։ Իսկ ապրելու համար հասկանալի է մարդիկ այսօր քաղաքապետի տեխնազույից պահանջում են աշխատատեղեր։ Մեծ հաշվով քաղաքապետի դա համայնքի գործառույթը չի, ես ուզում եմ դրանով ամփոփենք արդեն համայնքի գործառույթը չի աշխատատեղ ստեղծելը, բայց միջավայր ստեղծելը արդեն համայնք։ Միջավայրը ստեղծելու արդյունքում համայնքապետը հնարավորություն կունենա նաև ստեղծելու աշխատատեղեր։ Աշխատատեղեր, այսինքն եթե էդիմ ասած նոր լոկացիաները, այդ թաղամասերը մենք զարգացնում ենք ու այնպես ենք անում, որ տուրիստը նաև գնա անի թաղամաս եւ մուշ թաղամասեր գնա այնտեղ եւ ժամանակ անցնի, հասկանալի է, որ այդտեղ զարգանալու է նաև սպասարկման կենտրոնները, ավելանալու են դրանով պայմանավորված աշխատատեղեր, այնպես է չի, որ այդ աշխատատեղերը այսպես աշխատավարձի առումով քիչ աշխատավարձով աշխատատեղեր կլինեն։ Եթե գործարան բացելու արդյունքում 150-ից 200-250 հազար աշխատավարձ մաքսիմում աշխատողը կարող է ակնկալել, այս պարագայում նույն սպասարկման վայրերում մարդիկ մինչև սեզոնին 5-600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր մեր զրուցակիցներ մեր քաղաքակուսակցությունների դաշինքի ավականու եւ Գյումրիի քաղաքապետի տեխնացու Արտուն Գրիգորյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, հաջողություն եւ համբերություն բոլորիս։